Առաջնագծում լարված չէ, ավելի խաղաղ է, քան անցած տարի եւ հենց այս փուլում Արցախ է այցելում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Այսպիսի հանկարծակի այցը կարող էր եւ հենց այդպես էլ եղավ, անհանգստության առիթ տվեց։ Բայց խնդիրն այն է, որ աշնան վերջին ու ձմռան նախաշեմին տնտեսությունը կարգի բերելու ու նախապատրաստելու իսկական ժամանակն է։ Այցն էլ հանկարծակի չէր, պլանավորված էր եւ նույնիսկ ավանդական։ Միշտ ամեն տարի ինչքան ես աշխատում եմ, այդ թվում նաև որպես պաշտպանության նախարար, որպես ներքին գործերի ազգային անվտանգության նախարար դրանից առաջ էլ, միշտ ամեն տարի ես նոյեմբերին պարտադրված գալիս եմ այստեղ։ Դա ներքին պարտադրանք է, որովհետև իմ այն ժամանակահատվածն է, երբ եւ զորքը, եւ բնակչությունը, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու։ Նախագահի հնչեցրած հենց այս վերջին խոսքը ամբողջ շաբաթվա ընթացքում քննարկումների առիթ տվեց, թե Ղարաբաղի բանակցություններում դժվարություններ կան եւ պետք է հասարակությունը պատրաստվի այդ դժվարություններին, բայց նախագահի խոսքը եղանակային դժվարությունների մասին էր, իսկ Ղարաբաղի գործերի կարգավորումը հատկապես ու առաջին հերթին կարևոր են Հայաստանի համար։ Իմ խորին համոզմամբ Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են իրավիճակով Ղարաբաղում։ Եթե մենք այստեղ ձախողեցինք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում։ Ուստի մշտապես ես անհրաժեշտություն եմ համարում գալ այստեղ տեղում ծանոթանալ իրավիճակին, հասկանալ խնդրեմը, կարիքը ու որպեսզի 2-3 ամսվա ընթացքում կարողանանք այդ կարիքները բավարարել եւ խնդիրները լուծել։ Սա է պատճառը։ Պարոն նախագահ, զորամասի դերայցի կապակցությամբ շարված է բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Փարվանյան։ Ազատ! Այս այցելության ընթացքում Սերժ Սարգսյանը այցելեց Արցախի հարավային եւ հարավ-արևելյան զորամասեր, Մատաղիսի եւ Թալիշի պաշտպանական դիրքեր, որտեղ ապրիլին սաստիկ մարտեր էին։ Հատկապես այդպիսի ռազմական իրավիճակում ծանրության ամբողջ բեռն ընկնում է Գերագույն գլխավոր հրամանատարի ուսերին, բայց Սերժ Սարգսյանի հավաստմամբ ապրիլյան քառօրյան որոշումներ կայացնելու հարցում ամենածանր փուլը չէր իր համար։ Ես շատ ավելի տագնապալի օրեր եմ ունեցել մինչև պետության ղեկավար դառնալը։ Դե ասեմ, որ ինձ համար ամենածանր պահը եղել է 92 թվականի աշնանը։ Իրոք ծանր պահ էր, երբ որ պետք է որոշում կայացվեր, որտեղ տալ ամենավճռական մարտը, որովհետև երկու հիմնական ուղղություններով էին ադրբեջանցիները գալիս, մեկը Մարտակերտն էր, մյուսը Ասկերանի ուղղությունը։ Տարբեր մտորումներից հետո որոշում կայացվեց, որ մենք պետք է պահենք Ասկերանը եւ կարողացանք։ Հիմա, երբ որոշումներն արդեն կայացված են եւ սահմանը վերահսկելի, ժամանակն է ամրացնել առաջնագիծը։ Ապրիլից հետո հենց այդ գործին է լծվել Արցախի բանակը, որը շփման գիծը համալրում է ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքներով եւ զինում նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներով։ Զորապ Հարոյան, ժամլրատվական։